Մեր հարցերին պատասխանեք, պարոն նախագահ, ձեր կարծիքով եկեղեցու շուրջ սկսված այս զարգացումները ինչ վտանգավոր հետևանքներով են հղի, որովհետև այդ սև սպիտակը կարծես թե նաև առաքելական եկեղեցու մեջ հյուրեցին իշխանությունը։ Ռեժիմի ներկայացուցիչները չունեն ոչ սրբություն, ոչ բարոյականություն և ոչ էլ արժանապատվություն։ Եկեղեցու դեմ կարող է արշավ ձեռնարկել մարդ, ով ունի հոգեկան խնդիրներ կամ լցված է ամբողջովին չարությամբ, կամ էլ կատարում է թշնամու հանձնարարությունները։ Ինչ վերաբերում է Վեհապար Հայրապետին, ապա ես վստահ եմ, որ նա հաստատակամ է և ցանկացած պարագաներում բարեխղճորեն կատարելու է իր ազգային և եկեղեցական ծառայությունները, բայց բոլորիս էլ հայտնի է, որ եկեղեցու դեմ հալածանքները միայն ու միայն ուժեղացնում են եկեղեցուն, այնպես որ համբերությամբ սպասենք։ Պարոն Սարգսյան, կիրակի օրը պատարագ է լինելու կարգալույծ եղածներ Արամն է հայտարարել, Փաշինյանն էլ մասնակցելու է կիրակի օրվա սուրբ պատարագին, դուք ձեր թիմից գնալու եք, չգիտեմ, այնտեղ հովանավանք պաշտպանելու եկեղեցին եւ ինչպես եք այդ եկեղեցին պաշտպանելու process-ը պատկերացնում։ Մենք մի քանի անգամ հայտարարել ենք, որ մեր քաղաքական ուժը ամբողջովին կանգնած է Վեհապար Հայրապետի մեր եկեղեցու կողքին եւ մեր գործողությունները մշտապես պայմանավորված են լինելու Վեհապար Հայրապետի հորդորով։ Հենց Վեհապար Հայրապետը կես բառ ասի ցանկացած եկեղեցում Հայաստանի ցանկացած կետում մենք պատրաստ ենք այնտեղ կանգնելու։ Պարոն նախագահ, Վարդան Ղուկասյանի շուրջ իրադարձությունների մասին ձեր դիրքորոշումն է ուզում իմանալ։ Նայեք, ի սկզբանե ակնհայտ էր, որ Վարդան Ղուկասյանը խոցելի թեկնածու է, նրա վերաբերյալ անընդհատ գործեր են լինում, նախկինում էլ են եղել եւ չնայած այդ հանգամանքին ընդդիմությունը որոշեց այդ թվում ձեր քաղաքական ուժի քվեով նրան դարձնել Գյումրու քաղաքապետ։ Ինչ եք կարծում, եթե ընդդիմությունը ավելի շրջահայաց գտնվեր եւ ավելի անխոցելի մեկին ընտրեր, կունենայինք Գյումրիում այս իրավիճակը, որ ունենք այսօր։ Եվ կար այլ ելք։ Նախ ես կուզենայի, որ դուք շատ ճշգրիտ արտահայտվեք, երբ որ խոսում եք մեր քաղաքական ուժի մասին։ Մենք այո, այնտեղ ունեցել ենք, այսպես ասեմ, մարդում համակրել ենք եւ սատարել ենք, բայց դա չի նշան, բայց չի կարելի նույնականացնել մեր քաղաքական ուժի հետ։ Սա մեկ։ Ես չեք թողնում ես հարց պատասխանել, էլի։ Գիտեք, մենք բոլորս էլ մեղավոր մարդիկ ենք։ Անկախ որևէ հանգամանքից այդ գործում քաղաքական բաղադրիչը շատ մեծ է։ Եվ ընդհանրապես պարզ է չէ բոլորիս համար, որ այս իշխանությունները ունեն զրո հանդուրժողականություն այլակարգության հետ կապված։ Եվ նրանք ցանկացած գնով, ցանկացած միջոցներով լրացնում են, փորձում են լրացնել այլ կարծիք, այլ քաղաքական դիրքորոշում հայտնող մարդկանց։ Ընդհանուր միջև մեկուսացնել։ Այս պարագայում Վարդան Ղուկասյանը մեկուսացրել է։ Ինչ վերաբերում է ձեր հարցի երկրորդ մասը, ապա Վարդան Ղուկասյանը այնտեղ ընդդիմության շրջանակներում ամենաշատ քվե ստացած տեխնացու։ Մենք առաջերտին ոչ թե սատարել ենք Վարդան Ղուկասյանին, այլ մեր ժողովրդի այն հատվածին, որը քվեարկել է Վարդան Ղուկասյանի օգտին։ Բա ինչ անեինք ձեր կարծիքով։ Ժողովուրդը կարող է սխալվել, բայց կարծում եմ, այդպես եք, հիմա այդպես եք կարծում, հա։ Ոչ, ժողովուրդը չի կարող։ Ժողովուրդը չի կարող։
որոշակի տարբերություն։ Ժողովուրդը չի կարող սխալվել։ Ժողովուրդը կարող է ինչ-որ պահի մոլորվել, ինչ-որ պահի տրվել պոպուլիստների հորդորներին, խոստումներին, բայց չի կարող սխալվել։ Չեք զղջում, որ կցանկանայիք, որ Վարդան Ղուկասյանի փոխարեն այլ ուժ այսօր Գյումրիում լիներ եւ այդ պարագայում կունենայիք այլ իրավիճակ։ Ես ընդհանրապես ցանկանում եմ, որ Հայաստանի ցանկացած համայնքում, ոչ միայն համայնքում, ցանկացած իշխանություն ունեցող մարդ լիներ ամենազնվագույնը։ Միշտ կցանկանայի ամենահայրենասերը, ամենազնվագույնը, ամենալավը, ամենասիրելին, բայց ցավոք սրտի ընտրությունները միշտ չէ, որ բերում են այդպիսի հետևանքների։ Նախագահ եւ Արցախի վերաբերյալ Ալիևը հայտարարում է, որ հայկական բեռների վրայից, տարանցիկ բեռների վրայից հանում է սահմանափակումները եւ հայտարարում, որ սա խաղաղության երաշխիքներից մեկն է։ Երբ մենք ունենք օկուպացված Արցախ, տարհանված արցախահայեր եւ գերիներ ու պատանդներ, այդ խաղաղությունը ինչպես է հաստատվելու։ Ես դժվարանում եմ ասել, թե ինչպես է հաստատվելու։ Եվ վտանգներով է հղի այդ ամենը։ Գիտեք, եթե խաղաղությունը մշտական լինի, ես խաղաղության մեջ ընդամենը լավն եմ տեսնում։ Իսկ վտանգներ, խաղաղությունը լինի, թե գժտություն լինի, վտանգները բոլոր տեղերն էլ միշտ գոյություն ունեն եւ կախված նրանից, թե որոշում կայացնողը ով է, այդ վտանգները կամ իրականություն են դառնում, կամ շրջանցվում են այդ վտանգները։ Իսկ ձեր ասած հայտարարությունը ինձ համար մի քիչ անհասկանալի է, որովհետև չեմ կարծում, որ Հայաստան հացահատիկներ կրելու ամենահարմարավետ, ամենակարճ եւ ամենաէժան տարբերակն է։ Եթե այդպիսի բան կա, ես դեմ չեմ բացարձակապես, եթե այդ հացահատիկի որակը լավն է, եթե այդ հացահատիկը հացի գները էժանացնելու է, ես միայն ուրախ կլինեմ։ Անվտանգությունը ապահովելու է։ Անվտանգության հետ դա քիչ կապ ունի։ Ես չեմ կարծում, որ դա անվտանգության հետ կապ ունի։ Այսինքն, եթե չգիտեմ, գնացքով ալնելու, թե ինչպես ալնելու Ադրբեջանի տարածքից այլ ճանապարհ չկա Հայաստան մտնելու, քան գա նորից հասնի Վրաստան, Վրաստանից նորից Հայաստան։ Ես կարծում եմ, որ մեր վրացի գործընկերներն էլ այդտեղ անելիք ունեն եւ իրենց անելիքը կանեն։ Լավ առումով նկատի ունեն, Պարոն նախագահ, վերաբերվում դուք ընդդիմադիր դաշտի խոշորացմանը, քանի որ ակնհայտ է, որ ազգային ժողովը 3-4 ուժից ավելի չի անցնելու եւ այսպես չեք կարծում, որ միավորմամբ է հնարավոր հաղթել Նիկոլ Փաշինյանին նրա իշխանությանը։ Ես չեմ կարող ասել այսօր, որ ազգային ժողովում դուք նկատի ունեք նոր ընտրվելիք ազգային ժողովում 3-4 ընդդիմադիր ուժեր կլինեն, կարծում եմ գոնե այսօրվա պայմաններում ես տեսնում եմ առնվազն 4 ընդդիմադիր հայացքներ ունեցող ուժեր, որոնք հնարավորություն ունեն լինել ազգային ժողովում։ Որոնք են այդ ուժերը։ Եկեք Պարոն Քոչարյանը շեշտել է, պարոն Սարգսյան, ցանկալի է, որ դուք էլ շեշտեք։ Դուք ոնց որ առաջի անգամ եք գալիս այստեղ հաղթազրույց։ Ես խնդրել եմ, որ պարոն Քոչարյանը ինձ հարցեր չտաք։ Բայց մենք չենք կարող ձեզ հարցեր չտալ Հայաստանի երկրորդ նախագահ եւ մեկ այլ ընդդիմադիրի վերաբերյալ, որքան էլ դուք դա ուզում եք չեք որքան էլ դուք դա չեք ցանկանում։ Արդյոք դուք համարում եք, որ դուք իրավունքներ ունեք, ես չէ։ Դուք իրավունք ունեք, ես էլ իրավունք ունենք հարցեր հնչեցնելու եւ ճիշտ է, ես էլ իրավունք ունեմ այդ հարցերին կամ չպատասխանելու։ Պարոն նախագահ, ներողություն 26 թվականի ընտրությունների հետ կապված արդեն 1 տասնյակից ավել կուսակցություններ կամ չգիտեմ դաշինքներ ցանկություն են հայտնել մասնակցելու 26 թվականի ընտրություններին։ Դուք դեռևս Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, այսպես ասած, որոշում չունեք։ Արդյոք վերանայել եք կամ կարող եք պատասխանել այդ հարցին, մասնակցելու եք թե ոչ։ Ոչ, մենք մեր որոշումը չենք վերանայել։ Մենք այսօր նախապատվությունը տալիս ենք իմպիչմենտին եւ կարծում եմ բոլորդ էլ տեսնում եք, որ խորհրդարանական
ընդդիմության իրական կոնսոլիդացիան շատ լավ հնարավորություններ է բացում իմպիչմենտի հետագա իրականացման գործում։ Ես ընդհանրապես շատ զարմացած եմ էլի այն մարդկանց վրա, հատկապես այն քաղաքական ուժերի, ովքեր փորձում են իմպիչմենտը հակադրել ընտրություններին։ Բայց ինչպես կարելի է հակադրել։ Դրանք երկուսն էլ սահմանադրական, չասեմ միջոցառումներ, ամենայն դեպս սահմանադրական դրույթներ են։ Այսպես թե այնպես ընտրությունները կայանալու են։ Եվ սահմանադրությունը հստակ ընդգծում է, որ իմպիչմենտը ճգնաժամային լուծման գործիք է։ Եթե մարդիկ կարծում են, որ այսօր Հայաստանում ճգնաժամ չկա, մենք այդպես չենք կարծում։ Եվ մենք համարում ենք, որ օր առաջ սրանց իշխանություններից հեռացնելը միայն ու միայն Հայաստանին օգուտ է։ Այնպես որ կգա ժամանակը, մենք մեր կարծիքը կհայտնենք։ Պարոն Սարգսյան, դուք Նիկոլ Փաշինյանին չեք ճանաչում, երբ որ ընդդիմադիր գործիչ էր, երբ իրեն 2018 թվին իշխանություն տվեցիք։ Ես մի քանի անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ։ Ես այդ մարդուն ցեն շատ մոտիկից երևի տեսել եմ մաքսիմում 3 անգամ։ Դա մի անգամ եղել է 93-ի վերջ, 94-ի սկիզբ, մի անգամ եղել է, եթե չեմ սխալվում, 98-ին, երբ որ դատարանում ենք, այսպես ասեմ, հանդիպել, տեսել, եւ մի անգամ էլ 18 թվականի մարիոտում, ուրիշ որևէ տեղ ես այդ մարդուն չեմ տեսել, չեմ հանդիպել, եւ ոչ էլ միջնորդավորված խոսել եմ, եւ ոչ էլ հեռախոսակապ եմ ունեցել, որևէ բան չեմ ունեցել, ինչ է նշանակում ճանաչել, իհարկե պարզ չէ, ես տեղյակ էի, են բոլոր հեյուրանքներին, են բոլոր ստախոսություններին, են բոլոր շանտաժներին, որ տպագրվում է նրա կողմից խմբագրվող թերթը։ Մինչ այդ էլ մեկ այլ թերթում, որտեղ ինքը չէր խմբագրում։ Այնպես որ Ասել եք, ես չեմ պարտվել սրանց, ես պարտվել եմ շատ ավելի ուժեղ մարդկանց, շատ ավելի մեծ ուժերի։ Դրանք ուժեր էին, որոնք ցանկանում էին Հայաստանում, թե աշխարհում տեղի ունեցող գործընթացները կառավարել։ Ի վերջո ովքեր էին այդ ուժերը կողմացել։ Ես ի գիտություն ձեզ հայտնել եմ, որ 18 թվականի մասին ես այլևս չեմ խոսելու։ Խոսելու եմ մի անգամ, մի քիչ էլ համբերությամբ լցվեք, շուտով, ուղիղ հեռարձակմամբ, ձեզ բոլորիդ էլ նաև հնարավորություն է տրվելու հարցեր ուղղելու, շատ հանգիստ կարող եք ուղղել եւ լսել ձեր հարցերի պատասխանները։ Եթերում պարոն նախագահ, գուցե եկել է այդ պահի, ի վերջո 7 տարի անցել է ձեր հրաժարականից, անընդհատ ասում եք, որ շուտով կխոսեմ ու չեք խոսում։ Անընդհատ չեմ ասում, ես դա ասել եմ ընդամենը անցյալ տարվա։ Մտավախություն չունեք, որ 2021 թվականի սցենարը կարող է կրկնվել, այսքան ուժերով կրկին ընտրության գնալով եւ նույն, այսպես ասած, արդյունքը չպետքավոր ունենալով։ Բոլոր պրոցեսներում լինում են եւ լավ իրավիճակներ եւ վատ իրավիճակներ։ Եթե ես մտավախություն չունենայի, այդքան լուրջ չի զբաղվի իմպիչմենտի գործընթացով, բայց օր առաջ այս իշխանություններից հեռացնելը Հայաստանի համար միայն դրական հետևանքներ կարող է ունենալ։ Ես այսօր չեմ կարող ասել, որ ընտրություններում ընդդիմությունը անհաջողության է մատնվելու, բայց չեմ կարող ասել նաև, որ այս ընդդիմությունը լինելու է առանց բռնաճնշումների, առանց քաղաքական հակառակորդների մեկուսացնելու, առանց մուրճի, կներեք բառիս համար, առանց սրան նրան շինելու, այնպես որ սա է իրավիճակը։
Պարոն նախագահ, բազմաթիվ իրավապաշտպաններ հայտարարում են, որ պետական մակարդակով իշխանությունները որևէ բան չեն անում մեր գերիներին եւ պատանդներին վերադարձնելու համար։ Եթե իշխանությունները որևէ քայլ չեն անում, դուք ինչպես եք պատկերացնում գերիների վերադարձը հայրենիք, ինչ ճանապարհով եւ լինելով Հայաստանում ամենամեծ քաղաքական ուժի ղեկավարը, որքանով են օգտագործվում ձեր կապեր այս խնդիրը բարձրաձայնելու եւ որևէ արդյունք ապահովել։ Շնորհակալ եմ կոմպլիմենտի համար, բայց մենք Հայաստանում ամենամեծ քաղաքական ուժը չենք, որովհետև եթե սա չասեմ, ուրիշները կարող են վիրավորվել, այսպես մեզ մեղադրել մեծամտության մեջ։ Ամենաառաջին պայմանը այս իշխանությունների, նորից եմ ասում, իշխանությունների զրկելն է, որովհետև ինչքան էլ մենք կապեր ունենանք, ինչքան էլ մենք ունենանք քաղաքական կուսակցությունների, եվրոպական քաղաքական կուսակցությունների հետ հարաբերություններ, առանց իշխանությունների սատարման գրեթե անհնար են տեսնում այդ խնդրի լուծումը։ Կապրենք կտեսնենք։ Բոլոր պարագաները մինչև այս շինծու դատավարությունը Բաքվում չավարտվի, չեմ կարծում, որ հնարավորություն կա, որպեսզի մեր գերիները ետ վերադառնան հայրենիք։ Պարոն նախագահ, եւ Արցախի վերաբերյալ դուք ասել եք, որ դուք պատրաստ չէիք Արցախի անվտանգությունը զոհել, կրկին պիտի ձեր հրաժարականի մասին խոսամ, բայց ձեր թիմակիցները անմիջապես երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, ասում էին, որ եկել է Արցախը հանձնելու։ Այդ հակասությունը չի առաջանում ձեր թիմակիցների հետ։ Ես պատրաստ չէի փորձությունների ենթարկել Արցախի անվտանգությունը, հավանաբար սխալարտահայտվեցին ներողություն։ Ձեր թիմակիցներն էլ անմիջապես հենց դուք հրաժարական տվեցիք եւ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, ասում էին եկել է Արցախը հանձնելու։ Փաստացի դուք անվտանգության կամ չզոհելու համար անվտանգությունը հրաժարական տվեցիք, թիմակիցները վստահ էին, որ Նիկոլ Փաշինյանը հանձնելու է Արցախը, ինչպես է ստացվում։ Դա իրար չհակասող դրույթներ են, որովհետև որևէ մեկը լինել իմ թիմակից կամ այլ քաղաքական ուժից երբեք չէր կարող պատկերացնել Արցախի այսպիսի հանձնումը Ադրբեջանին։ Վստահ եմ, իմ թիմակիցները Արցախը հանձնել նկատի են ունեցել բանակցություններում զիջումների գնալը, որը կարող էր բերել Արցախի հայտնվել Ադրբեջանի կազմում։ Հասկանում ես էլ, բայց ես էլ դա նկատի ունեի, հենց ես էլ դա նկատի ունեի, որովհետև իմ այլ գործողություններ կվնասեին բանակցային գործընթացը։ Միանշանակ։ Դուք գիտեք, sense ոտի վրա դժվար է բացատրել, բայց դուք վստահ եղեք, որ ցանկացած բանակցություններում միջնորդները անկախ նրանից, թե ինչ չափով են իրենց շահերը հաշվի առնում, միջնորդները միշտ ավելի գնում են այն ուղղությամբ, որտեղից հեշտ է չասեմ զիջումներ, համաձայնություն կորզել։ Հասկանում եք, միշտ այդպես է, մեզնից յուրաքանչյուրը, այդ տեսեք, եթե ուզում ենք այստեղով անցնել, գնալ, մենք ոնց կացնենք, պիտի շրջանցենք, չէ, կամ էլ այս երկու ստոյկաների արանքով անցնենք, որպեսզի քիչ դիմադրության հանդիպենք, միջնորդները միշտ էլ այդպես են, բանակցային պրոցեսը այդպես է, եւ ով կամք ունի, ով կարողանում է փաստարկներ բերել, ով որ համոզված է, նա էլ բանակցություններում հաջողության է հասնում։ Եվ պարոն նախագահ, խոսելով արտաքին քաղաքականության մասին, օրինակ վերհիշելով ձեր նախագահության տարիները, բանակցությունների հետ կապված, արտաքին քաղաքականության հետ կապված տարբեր գերտերությունների ղեկավարների հետ դուք հավասարի նման խոսում էիք, բանակցում էիք։ Այս իշխանությունների օրոք կարծես թե Հայաստանը եւ Հայաստանի ղեկավարները այնպես են անում, որ մենք վերածվել ենք ծաղրի առարկայի, օրինակ Նիկոլ Փաշինյանի պահվածքը, սրտիկները, որ ուղարկում է, երբևէ մենք այսպիսի արտաքին քաղաքական, չգիտեմ, ինչպես ձևակերպեմ, վիճակում գտնվել ենք։ Նախ ուզում եմ, որպեսզի իմ անձը այդպես բան չանեք, չմեծարեք ու չափազանցացնեք, ես երբեք ինձ թույլ չեմ տվել համարելու հավասար երկու պետությունների ղեկավարներին
բայց երբեք թույլ չեմ տվել, որպեսզի մեզ համարին երկրորդական, երրորդական երկրներ։ Համեմատությունը, ինչ ասեմ, որ ավելի պատկերավոր լինի, էլի, մոտավորապես ոնց որ բլուրը համեմատեք սարի հետ։ Պարզա չէ, որ այսօր Հայաստանը չի գտնվում բանակցային սեղանի շուրջ։ Չի գտնվում։ Ես չեմ ուզում բերել այնպիսի օրինակներ, որ հա բերում են, երբ որ գերտերություններից մեկի ղեկավարը անվանում են տղա, եւ այլն, էլի։ Բայց, գիտեք, արտաքին քաղաքականությունը տղայություն չի։ Արտաքին քաղաքականությունը պահանջում է, որպեսզի մարդ հաստատակամ լինի, հավատա այն գործընթացին, որը ինքը վարում է եւ չփորձի քանդրբազություն անել։ Կներեք օտար բառի համար, բայց քանդրբազություն, այսինքն հա լարի վրա այսպես խաղա, որտեղ ծանր է դեպի ծանրը գնա, չգիտեմ, մեծ հավասարակշռության փայտիկը վերև բարձրացնի եւ այլն։ Դրա համար ենք մենք այս վիճակում։ Իմիջիալոց երբ որ խոսեցի գերտերությունների ղեկավարներին, ես ցանկանում եմ իմ անվերապահ համերաշխությունը հայտնել, որ Ֆրանսիայի բարեկամ ժողովուրդը միշտ հիշելու է նրա ծառայությունները իր հայրենիքում։ Ես ինչու եմ այդ մասին ասում, որովհետև Սարկոզին, նախագահ Սարկոզին մեծ վաստակ ունի այդ ֆրանսիական հարաբերությունների համախմբման գործում եւ ես նրան երախտապարտ եմ նրա ջանքերի համար, որ ներդրել է որպես Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի ղեկավար, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Արցախի հարցը լուծվի մադրիդյան սկզբունքների, այնուհետև հիմնարար սկզբունքների շրջանակներում։ Ինքը մեծ գործ է արել այդ առումով, ցավոք սրտի Ոչնավը չես չհասցրեցինք իրականացնել այդ գործը։ Այնպես որ շնորհակալ եմ։ Պարոն նախագահի հարցեր եթե կարելի է, Այդ ձեզ գրում են այնտեղից, հետո եք հարցեր տալիս։ Այդ ձեզ գրում են այնտեղից, հետո եք հարցեր տալիս։ Չէ, ուղղակի ես ինձ համար գրել եմ, որպեսզի չմոռանամ։ Լավ եք արել։ Ալմաթայի հռչակագրին է Նիկոլ Փաշինյանը հղում տալիս այս Արցախի հետ կապված, եւ ստացվում է այնպես, որ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք Ալմաթայի հռչակագիրը ստորագրվել է, Նիկոլ Փաշինյանը հղում է տալիս Ալմաթայի հռչակագրին եւ հայտարարում, որ Արցախը Ադրբեջանի մաս է կազմում, բայց միևնույն ժամանակ հայտարարում են, որ բանակցությունները Արցախի հարցում տապալել եք դուք եւ Ռոբերտ Քոչարյանը։ Ինչպես է ստացվում եւ ձեզ համար պարզ է թե ինչու է Լևոն Տեր-Պետրոսյանի անունը առհասարակ դուրս մնում այս գործընթացից, եթե նա է ստորագրել եւ կներեք, երբեք դուրս չի մնացել եւ տասնյակ անգամներ մեզ երեքիս են ամեղադրել Արցախը դե շատը քիչ որն է։ Ես չեմ հաշվում, թե չգիտեմ Դուք լսել եք քննադատություն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը եթե Ալմաթայի հռչակագիրը չստորագրեր, ապա մենք այսօր Արցախը չենք հանձնի, ես դրա մասին եմ խոսում, ես այսպիսի քննադատություն իշխանությունների կողմից չեմ լսել։ Ախր Ալմաթայի հռչակագիրը որևէ առնչություն չուներ, բացարձակապես որևէ առնչություն չուներ Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ։ Հիմա դրան եք կատարում։ Ախր դե ինքը հասկանում եք, կարող է ինքը Մազդոկի հանդիպմանը այս հղում կատարի, նա կարող է Մոնտեվիդեոյի ինչ-որ մի ռեստորանում մի հանդիպման հղում անել, դա ինչ կապ ունի։ Ես մի քանի անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը որևէ հակասություն չունի ազգերի ինքնորոշման սկզբունքի հետ։ Ով այդպիսի հակասություններ է տեսնում,
ուրեմն նա ծանոթ չի ոչ ՄԱԿ-ի սկզբունքներին եւ ոչ էլ Հելսինկյան սկզբունքներին, որտեղ սևը սպիտակի վրա եւ այս սկզբունքը կա, եւ այս սկզբունքը կա։ Տարածքային ամբողջականության սկզբունքները վերաբերում են պետությունների, միջպետական հարաբերություններին, իսկ ինքնորոշման իրավունքը վերաբերում է կենտրոնի եւ ծայրամասի հարաբերություններին։ Ես մի քանի անգամ, երևի 1 տասնյակ անգամ ասել եմ, որ մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց դա որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման խնդրի հետ։ Եվ որևէ մեկը, ես նկատի ունեմ մասնագետներից կամ համանախագահներից չի ասել, բայց դու ինչի ես այդպիսի հակասական բաներ բերում։ Իսկ եթե մեկը գլխում կա, որ այս հարաբերությունները, այս սկզբունքները իրար հակասում են, դա իր խնդիրն է։ Եվ ոչ թե այս հարաբերությունների խնդիրը, էլի։ Արջ տարասխալ է գտել։ ՄԱԿ-ի սկզբունքներում հակասություն է գտել։ Կամ Հելսինկյան սկզբունքներում հակասություն է գտել։ Դա ինչ ասեմ։ Շնորհակալություն։